Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Գերմանիան ու Իրան անցյալը կայսրության մեղսակցությունը հայերի ցեղասպանության մեջին նորից ուշադրության կենտրոնում Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանը պատվիրակությունը ծանոթացավ Ալծիծյանակաբերդ շինարարական գործերին։ Անի Մարտաճարին կողքին նոր հայտարարություն նախարարությունը հերքալ տա որպես մզկիթի վերափոխման որոշման մասին տեղեկատվությունը։ Հայկազուն Գալուստյանին 95-ամյակի թեզա ժողովածուն Ջուղայի Խաչքարերի Կորուսիալ աշխարհը թուրքական քարոզչության թեզա փորձ Արևմտյան Ադրբեջան նախագծի շրջանակում Բաքուն սպառնալիք խաղաղության խաչմերուկի հայկական նախագծի հետի Աշոտ Հարությունյան ցեղասպանության տեսերն համամարտկային անմարտկայնությունը Բնիկ հայերի ցեղասպանությունից ավելի քան 1 դար անց նորից բարձրաձայնվում է գերմանական կայսրության խաղացած դերի հարցը։ Եթե Թուրքիան շարունակում աջակցել է ցեղասպանության վարկածը, ապա Գերմանիան 2015 թվականի գործնական քայլ է կատարել։ Նախագահ Յոախիմ Գաուքը բացահայտ հայտարարել է Իրան երկրի մեղսակցությունը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված հանցանքներում։ 2015 թվականի ապրիլի 23-ին Բերլինի Մարտաճարում կազմակերպված համահավաքարարական արարողության վխտեն Յոախիմ Գաուքը հայտարարել է. «Մենք պիտի ընդունենք մեր սեփական անփութությունը, ինչպես նաև համատեղ պատասխանատվությունը, մեղսակցությունը կրինք հայերի ցեղասպանության մեջին»։ Այս խոսքերը վերհնչալն Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից դեռալն պատմական շրջադարձ Բերվիդենում գերմանացի պետնախարարը ընդունել է կայսրության բարոյական ու քաղաքական պատասխանատվությունը 20-րդ դարի ամենամեծ հանցանքներից մինը։ Քիչ անց Բունդեսթագը եւս հաստատել է այս ճանաչումը, պատմական բանաձևով նշելով գերմանական կայսրության համատեղ մեղքը վերը միացյալ էր թուրքական կառավարության առաջին համաշխարհային պատերազմի վախտը։ Նյութն ամբողջությամբ կարդացիք Western TV սայթում։ Արևմտյան Հայաստանը պատվիրակությունը նախագահների հարությունների գլխավորությունը ոչ պաշտոնական այցով Քեցան Ծիծեռնակաբերդ տեղում ծանոթանալի հետի շինարարական գործերի ընթացքին։ Այցի նպատակն այն էլ ծանոթանալ թահունցն ընթանում շինարարական գործեր ու ինչպիսի խնդիրներ կան։ Լրատվամիջոցների հաղորդումով շինարարությունը այս պահին կասեցված է, իսկ պատվիրակությանը դիմավորած ներկայացուցիչը նսելավը գործանողն են ընդմիջման մեջի։ Այցի ընթացքում պատվիրակությունը մանրամասն տեղեկություններ է ստացալ գործերի դադարեցման պատճառների, ընթացիկ առաջընթացի ու առաջիկա ծրագրերի մասին։ Մշակույթի ու տուրիզմի բաժնի ներկայացուցիչը Մեհմեդ Նուրի Էրսոյը արձագանքել է պատգամավոր Գևորգ Ասլանի հարցմանը ընդգծելով Անի Մարտաճարը մզկիթի վերածելի մասին որևէ որոշում կայացվել չի։ Ներկայացուցիչը նշելով Անի հնավերն տաճարը գրանցված են որպես պահպանման ենթակա մշակութային ժառանգություն ու թեև վերականգնման նախագծերը հաստատ բանտարանցում շինության օգտագործման հատուկ նպատակի մասին որևէ դրույթ չկա։ Հիշեցնենք վեր ավելի վաղ պեղումների ղեկավար Մոհամեդ Արսլանը հայտարարել էր, թե տաճարը պետք է որպես մզկիթ, ինչը առաջացրել քննարկումն է։ Ներկայացուցիչը վերջնականապես հաստատել է վերխորհրդի կողմից մզկիթի վերափոխման որոշում գոյություն չունի։ Արևմտյան Հայաստանում հրատարակվել է Կոստանդնուպոլսի հայ ժամանակակից բանաստեղծության հիմնադիրներից մինի Հայկազուն Գալուստյանի բանաստեղծությունների ժողովածուն Թողբարիքինի խորագրավը։ Գիրքը վերլույս է տեսել առանց հրատարակչությունում Իրան 95-ամյակին թարգմանվել է թուրքերենից Օհանես Շաշքալի կողմից, հուվ նաև Ակոս ամսագրի նկարազարդողն է։ Շաշքալը նշում է Հայկազուն Գալուստյանի կյանքը լցված արել աղքատությունով ու տիժերություններով, որոնք խորապես արտացոլվել են իրան ստեղծագործություններում։ Իրան բանաստեղծությունն հատկապես ճշգրիտ են արտահայտում երկրորդ համաշխարհային պատերազմի ու դրա հետևանքների ծանրությունը։ 1915 թվականի պատմական լուսանկարում դերասան Արամ Վրյուրը պատկերված է Ջուղայի հայկական գերեզմանոցում Խաչքարին կողքին։ Այս գերեզմանոցը վերը գտնվում է Նախիջևանի տարածքում, դարեր շարունակ համարվել է Խաչքարերի ամենամեծ հավաքատեղին։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ալեքսանդր դը Ռոդեսի տվյալներով 1648 թվականին ընդեղ իլել են շուրջ 10,000 խաչքար։ 1970-ականներին պահպանված էր մոտ 3000 խաչքար ու 1000 խոյաձև գերեզմանակարեր, բայց 2005 թվականին ադրբեջանական ռեժիմի հրամանավը այս եզակի հուշարձանային համալիրը լրիվ ոչնչացվել է։ Այս քայլը դատապարտվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ICOMOS-ի կողմից որպես մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում։ Ադրբեջանական Ադրբեջան թերթու ԱԴԱ համալսարանը հայտարարում են 1918-ից 1920 թվերի նյութերի հրապարակման մասին իբր պատմական փաստերի բացահայտման նպատակով։ Նորաշնոր նախագիծը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջանի պատմության բացահայտում, բայց իրականում հերթական հակահայ քարոզչական քայլն է։ Թուրք-ադրբեջանական անգլիում փորձում է պատմական փաստերը խեղաթյուրել, մեղադրելով հայերին զանգվածային սպանությունների ու վայրագությունների մեջի, դրանով փորձելով արդարացնել սեփական հանցագործություններ։ Իրանց կողմից հիշատակվող Անդրանիկի նամակը ու նման այլ
աղբյուրներ կեղծված են կազմված պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղմամբ։ Այս սաղ կեղծիքը նշանցատամ Արևմտյան Հայաստանի պատկանող հայկական տարածքների օկուպացիան ադրբեջանական ռեժիմի կողմից։ Ադրբեջան տերմինը գոյություն ունի 1918 թվականից ի վեր ու երբեք պաշտոնապես չնենջվել չի որևէ պետության կամ միջազգային մարմնի կողմից, հակառակ էնպենի ինչ կարեպնդե Երևանի ռեժիմը։ Ադրբեջանական ռեժիմը դաժե եթե յուրան կեղծիքներում աջակցվի Երևանա ռեժիմի կողմից, կարել չի ավարտե այս գործընթացը վաղ թե ուշ պարտականաինական բոլոր օկուպացված տարածքներին։ Վերջին ամիսներին Բաքվի զինված ուժերի ֆինանսավորումն օժանդակ սպառազինության գնումներն զգալիորեն աճան։ 2026-ի պաշտպանության բյուջեն ամսաթվա մոտավոր 8-7 միլիարդ է, իսկ Բաքուն ակտիվորեն հանդիսավորում է հեռահար ու ինքնագնաց հրետանային համակարգեր։ Ստի տեխնիկական ուժեղացումը ուղիղ վտանգ է սահմանամերձ բնակավայրերի ենթակառուցվածքների ու քաղաքացիականների հետի հոսող հեռահար հարվածների, զոհերի ու տեղահանումների ռիսկը։ Ամերիկյան HR 5632 օրինագիծը առաջարկում է ծանր պատժամիջոցների գործիքներ, եթե Ադրբեջանի կողմից կրկնվեն նոր ագրեսիա, ինչը նշանցատան վեր միջազգային աջակցության լծակն են առկային, բայց զավթիչների տեխնիկական կատարելագործումը պահանջում է արագ ու համարժեք պաշտպանության միջոցներ Հայաստանի կողմից։ Նյութն ամբողջությամբ կարդացիք Western TV-ի սայտում։ Աշխարհը նորից ալեկոծում է պատերազմներով ու միևնույն ժամանակ մարդկությունը կանգնած է թազա զանգվածային սպանությունների ու հալածանքների առջև։ Վերջին օրերին հերթական ջարդ իրականացվում է պաշտպանազորգ պաղեստինցիների նկատմամբ վերիերկար ժամանակ ապրում են իրենց վղի վրա որպես գերի։ Հայերի ցեղասպանության հիշողությունը 110 տարի առաջ թուրքական ռեժիմի իրականացրած անասելի վայրագությունը ստիպում է անթաքույց տհաճությունը զգալ։ Պատմությունը կրկնվում է, անպաշտպան մարդիկ կոտորվում են, սոված ու արժանապատվությունից զրկված, խոխերքը մենակ ջուր կամ սնունդ են հայցում, իսկ օգնության ձեռք մեկնողներ, բժիշկներ, լրագրողներ մահվան ռիսկի դիմել է բացահայտում են ճշմարտությունը։ Արևմտյան Հայաստանի երկիրվերը ինքն էլ անցկացած ցեղասպանության ու վերջին տարիներին կորցրալ տարածքներ ու փորձել վերապրել մարդկային տառապանքը շարունակում ամենալը համեմատաբար լռություն պահպանող։ Մենք հայերս պիտի հիշենք մեր անցյալը, ճինանչինք համամարտկային ցավն է, հորդորենք աշխարհին պաշտպանել անպաշտպանների, երբեք թույլ չտալ վերնման ողբերգությունները կրկնվին։ Սիրելի հայրենակիցներ, սովայտ ես քանք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։